Մեր զրուցակիցն է առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։ Տիկին Պողոսյան, վերջերս մամուլում լուրեր են տարածվում, որ ըստ London Times-ի վտանգավոր դեղեր են տարածվում, որոնք փորձարկվում են հայ կանանց եւ երեխաների վրա։ Ինչ կասեք այս մասով։ Այո, հոդվածին հենց հրապարակումից ժամեր անց ծանոթացել եմ։ Ճիշտ ասած, հոդվածը հենց այդ պահին, երբ որ ես կարդացի, հասկացա, որ լուրը ոչ ճիշտ էր, որովհետև այն անձինց մասին, որոնց մասին հիշատակվում էր հոդվածում, նրանք վաղուց այլևս այդ պաշտոններին չէին զբաղեցնում, նաև այդ անձինք, այդ ընկերությունները բավականին նորմալ Հայաստանի Հանրապետության առողջապահության ներդրող ընկերություններ են, էլի, դրա համար միանգամից հասկանալի էր, որ հոդվածը կեղծ լուրեր է տարածում, սակայն ինձ համար շատ անակնկալ էր այսօր առավոտյան հրապարակումները, որը վերցրել էին Ադրբեջանի մամուլից կախված նախարարի ամուսնու հետ։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իդեմս առողջապահության նախարարություն մտածելու տեղիք ունի, որովհետև վատ եւ սխալ կառավարման արդյունքում այսօր մենք ունենք ավելի թույլ, այսպես ասած, աքիլեսյան գաշապարներ, որ օգտագործվում են նման ծրագրությունների հրապարակումները անգամ չկամական կարծիքս այդպիսին է։ Վերջին շրջանում նաև խոսվում է այն մասին, որ հայկական դեղատներում սկսվել են ներմուծել սև շուկայից ստացված դեղեր, այսինքն այնպիսի դեղեր, որոնք որ լիցենզավորված չեն կամ էլ ժամկետն անց են, այս մասով ինչ կասեք։ Այո, ես բազմիցս խոսել եմ, որ դեղորայքային շուկայի սխալ կառավարումը եւ դեղերի պակասը դեֆիցիտը բերում է սև շուկայի ակտիվացմանը եւ վերջի տարիներին համենայն դեպս ունենք նմանատիպ խնդիրներ, եթե հիշում եք հետքը մի հետաքրքիր լրագրողական ուսումնասիրություն էր արել, երբ որ թաքնված տեսախցիկով մտել էր դեղատներ եւ ուզել ուռուցքաբանության համար նախատեսված դեղորայքը, որը որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված չի։ Դրանից հետո ես նամակագրություն ունեցա տեսչական մարմնի հետ հասկանալու համար ինչ կատարվեց, որովհետև մամուլով ահազանգ տրվեց ինչպես վարչական իրավախախտման հետ կապված, այնպես էլ հանցագործության մասին, տեսչականը պատասխանեց, որ դրանից հետո մենք գնացել ենք, այդ դեղերը այդտեղ չեն եղել, բայց փաստացի նյութը չեն ընդունել հիմք, դրա հետ կապված, այո, Հայաստանում կա բազմաթիվ անհայտ էտիոլոգիայի դեղեր, վերջերս ես նաև խոսել եմ թուրքական լանտուսի մասին, որը շրջանառվում է Հայաստանի շուկայում, սա անկառավարելի իրավիճակից է դեղորայքային շուկայում, որովհետև առողջապահության նախարարությունը չի անում ոչինչ, որպեսզի դեղ ապահովումը լինի նորմալ, իսկ տեսչական մարմինը ստուգումների եւ այլի արդյունքում չի հայտնաբերում այդ շուկայում գտնվող դեղորայքը, որի արդյունքում այսօր քաղաքացիները գնում են դեղատներ, գնում են դեղեր, որոնց որակի հետ կապված ունեն խիստ կասկածներ։ Ի վերջո, ինչպես խուսափել այս ամենից, քանի որ մեծահասակները եւ հատկապես թիրախային խմբում գտնվողները հաճախ են օգտվում դեղատներից ու շատ հաճախ նրանք չեն էլ կարողանում հասկանալ արդյոք այս դեղը ժամկետն անց է կամ գրանցված է թե ոչ։ Այս դեպքում ինչ խորհուրդ կտաք նրանց, ինչպես վարվեն, որ ավելի զգույշ լինեն։ Իրականում ավելի շատ այստեղ պետքա համակարգերը աշխատեն, որովհետև հիմա ասել այս դեղը լավն է, այն դեղը վատն է, ես ինքս էլ դրա մասին չգիտեմ, որովհետև փորձաքննություններ չի արվում, ուսումնասիրություններ չեն արվում, ականջալուր չեն լինում քաղաքացիների բողոքներին, բազմաթիվ հրապարակումներ եղան օրինակ շաքարային դիաբետով հիվանդներից, որոնք որ
բողոքում էին Լանտուսի, կներեք, Գենսուլինի հետ կապված, որը որ անվճար ստանում էին, եւ իմ համար շատ տարօրինակ էր, որ հարյուրավոր քաղաքացիներ զանգում էին թերգից, սակայն առողջապահության նախարարությունն ասում էր մենք բողոքներ չունենք, այսինքն քաղաքացիները այլևս չեն վստահում պետական կառույցներին, որպեսզի անգամ իրենց գնաց եւ էֆեկտ չստացած դեղորայքի մասին կատարեն բողոքներ ըստ ընթացակարգերի եւ ուսումնասիրություն։ Այնպես որ ես կարծում եմ ամենաառաջինը պետքա առողջապահության նախարարությունը եւ պետական մարմինը համատեղ դեղերի շուկայում կատարեն ոչ թե տուգանող, պատժիչ այդպիսի բաներ, այլ մի հատ մոնիտորինգ անեն, գույքագրեն, հասկանան Հայաստանի Հանրապետության դեղորայքի շուկայում դեղապահովման ոլորտում ինչ է կատարվում եւ դրանից հետո հրատապ ծրագիր գրել ռազմավարություն ինչպես անել, որ որակյալ եւ բավականին քանակով դեղորայքը նորմալ գներով հասնի սպառողի։ Երեք ես հայտարարել եմ, գրել էի, որ առողջապահության նախարարությունը նախագիծ է դրել, որով որ ինքը որոշել է ներկրումով զբաղվի, պատճառաբանելով, որ մենք ներկրող ընկերությունների հետ խնդիրներ ենք ունենում եւ դրա համար մեր կարիքների համար ուզում ենք այսպես ասած ներկրումով զբաղվել։ Ճիշտ ասած իմ համար դա տարակուսելի է, որովհետեւ առողջապահության նախարարությունը դա քաղաքականություն մշակողն է։ Այդ խնդիրների լուծողը պետք է լինի, ոչ թե ասի ստե խնդիր կա, ուրեմն մենք մեր հարցը այսպես ենք լուծում։ Մնացած հարցերը ինչպես պետք է լուծվեն, վերջիվերջո ինքը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն է եւ երկրորդը երեք փաստացի մի նախագիծ են շրջանառել, որով նորից այդ դեղատոմսով էլեկտրոնային տրվող դեղերի ցանկը, այդ 4000-ից ավել որ պետք է անցներ դեղատնով, ներառյալ հոգեմետը, նորից երկարացրել են 2027 թիվ, այսինքն փաստացի իրենք ասում են, որ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը չի աշխատում։ Այսինքն այս ամեն ինչը, այս քաոսը սարքել է, որի արդյունքում ոչ քաղաքացին, ոչ բժշկական հանրույթը այլևս ոչ մի վստահություն չունի քաղաքականություն մշակող կառույցի հանդեպ։ Սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր զրուցակիցը առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանն էր։